Բարև ձեզ, ինչպես գիտեք, հունիսի 6-ից 10-ը Modus Vivendi կենտրոնը հայտարարել էր Facebook-յան ասուլիս, որի շրջանակներում ստացել ենք մի շարք հարցեր, եւ հիմա պարոն Պապյանը, Modus Vivendi կենտրոնի նախագահը, կպատասխանի այդ հարցերին։ Պարոն Պապյան, առաջին հարցը ուղղել է Գագիկ Գորգինյան օգտատերը։ Ցավոք կան որոշ հոռետես հայեր, ովքեր ԱՄՆ նախագահ Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը համարում են թղթի կտոր, անձեռոցիկի արժեք ունեցող, քանզի գրեթե 1 դար է անցել եւ միջազգային իրավիճակ պետությունների սահմաններ են փոփոխվել, բացի այդ վճիռն ի սկզբանե իրավաբանական ուժ չի ունեցել եւ այլ պատճառներ։ Գագիկ Գորգինյանն ասում է, որ ես մեռա բացատրելով, որ այդպիսի սխալ ու անհիմն կարծիք ունեցողները մոլորյալներ են թուրքական քարոզչության զոհեր։ Խնդրում եմ մեկ անգամ ևս անդրադառնալ այդ հարցին։ Այդ հարցի մեջ երկու բաղադրիչ կա, մեկը այն է, որ ինչքանով է տվյալ փաստաթուղթը իրավական, վավերական, ինչպես տարբեր բնութագրում են, որ արժեք չունի, թղթի կտորը եւ այլն, անդրադառնանք նախ այդ մասին։ Պիտի ասել, որ իրավարար վճիռները Հագայի 1899 թվականի եւ 1907 թվականի կոնվենցիաների համապատասխան իրենք չունեն ժամկետային սահմանափակում, չեն բեկանվում եւ պարտադիր են կատարման համար։ Հետեւաբար բոլոր այդ հղումները, որ գրեթե 100 տարի է անցել եւ այլն, որևէ նշանակություն չունեն։ Այն հղումը, որ իբր ի սկզբանե չի եղել օրինական վավերական, նորից սխալ է, հիմնականում չգիտես ինչի շփոթում են այլ փաստաթղթերի հետ եւ այլն, կա 4 չափորոշիչ ՄԱԿ-ի կողմից հաստատված իրավական վճիռների վավերականության համար, հիմա այս չխորանամ մանրամասների մեջ, որովհետեւ դրան տարբեր հոդվածներով ես անդրադարձել եմ, ես խորհուրդ կտայի ծանոթանալ այս գրքի հայրենատիրություն, հայոց պահանջատիրության իրավական հիմունքները եւ հարակից հարցեր հոդվածների ժողովածուն, այստեղ բազմաթիվ անգամներ այդ հարցին անդրադարձած ավելի մանրամասն կա գիրքը, կա նաեւ ռուսերեն տարբերակ, կա ռուսերեն տարբերակը, կա անգամ որոշ հոդվածներ օնլայն նաեւ անգլերեն տարբերակը եւ այլն։ Ուզում եմ ասեմ, որ իրավարար վճիռը պիտի հիշել, որ կատարվել է Փարիզի վեհաժողովի Սան Ռեմոյի նիստի հայցի հիման վրա 1920 թվականի ապրիլի 26-ի հայցի հիման վրա եւ արդեն մայիսի 17-ին, այսինքն մինչեւ օրինակ Սևերի պայմանագրի ստորագրումը, որը գիտեք օգոստոս 10-ին է տեղի ունեցել 20 թվականի, Ուդրովիցն տվել էր իր համաձայնությունը եւ ստեղծվել էր համապատասխան աշխատանքային խումբ պրոֆեսոր Ուիլյամ Վեստերմանի գլխավորությամբ։ Հենց ինքնին այդ փաստացի տալի, որ կապ չունի Սևերի պայմանագրի հետ, որտեղ ես հասկանում եմ հարցային ենթատեսկը, որ ասում է, որ վավերական չի եւ այլն, որտեղ շփոթություն են Սևերի պայմանագրի հետ է։ Պիտի նշեմ, որ փաստաթղթի վավերական լինելու մասին շատ փաստեր են վկայում, ես երկու օրինակ կբերեմ, մեկ այն, որ երբ որ 1900, ինչպես նշված է, 20 թվականի նոյեմբերի 22-ին իրավարար վճիռը կայացվեց եւ դեկտեմբերի 4-ին փոխացվեց Ազգերի լիգայի, Ազգերի լիգան սա ընդունեց ի գիտություն եւ ստեղծեց համապատասխան հանձնաժողով իրականացնելու համար։ Սա ինքնին վկայում է, որ Ազգերի լիգայի համար սա վավերական փաստաթուղթ է։ Քչերը գիտեն, որ այդ հանձնաժողովի ղեկավարներ Հենրի Մորգենթաուն ժամանակի դեսպան Օսմանյան կայսրությունում։ Սա առաջին փաստ, այսինքն Ազգերի լիգայի գործողություններով փաստում էր վավերական լինելու, իսկ երկրորդը մի փոքր ավելի ուշ, բայց շատ հետաքրքիր իրողություն, դա 1927 թվականի հունվարին Սենատում այսպես կոչված փոքր Լոզանի փոքր պայմանագրի վավերացման խնդիրն էր, Լոզանի փոքր պայմանագիրը դա Միացյալ Նահանգների եւ Թուրքիա հանրապետության միջև 23 թվականի Ճիշտ թուրքական կողմի, որտեղ դեռ հանրապետություններ չկա, թուրքական կողմի 1923 թվականի օգոստոսի 6-ին ստորագրած հարաբերությունների վերահաստատման մասին փաստաթղթի վավերացման քննարկումն է, որտեղ
այդ հաստատքի ավերացում բերեց սենատի կողմից, հենց այն հիմնավորումա, որ Ուդրովսկի իրավարամեջի ուժի մեջ է, եւ քանի դեռ Թուրքիան չի իրականացնել այդ ուժի իրագործումը, չի կարող կոնկրետ Ուդրովսկի իրավարամեջ, հենց այդպես է հնում կա, երեք հիմնավորում կամերժելու, երեքից մեկը հենց Ուիլսոնի իրավարամեջի մասին է։ Շաշված նաև այդ փաստաթղթեր կան, օրինակ հենց նույն դեմոկրատական կուսակցությունը, Ուիլսոնի շենք դեմոկրատական կուսակցությունն իր կուսակցության եւ 1924 եւ 28 թվականների ծրագրային փաստաթղթերում հստակ կետ ունի իրավարար ոչռի իրականացման մասին։ Հիշենք, որ Օբաման ինքը եւս դեմոկրատ է։ Հիմա շատ մանրամասներ կարելի է գնալ, բայց շատ երկար կարող է։ Հետո ես ասում եմ, որ մյուս հարցերի մեջ եւս միգուցե ինչ-որ անդրադարձներ կլինեն դրան։ Շնորհակալություն։